Իրանը տեքստ է պատրաստում Միացյալ Նահանգների հետ հնարավոր գործարքի վերաբերյալ և չի հաստատում միջուկային հարցով ժամանակավոր համաձայնագիր կնքելու հնարավորության մասին տեղեկությունները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Զելենսկին պնդում է, թե Պուտինն ուզում էր, որ հարվածեն Բելարուսին, որպեսզի բելարուսական զորքը մտներ պատերազմի մեջ։ Ուկրաինայի նախագահի խոսքով, նույնիսկ եթե նրանց ուժերը մեծ չլինեին, դա կթուլացներ Ուկրաինայի արևելյան ճակատը։ Մենք հասկացանք, որ դա ծուղակ է, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը չհանգեցնի ցանկալի արդյունքի, գրում է The New York Times-ը հղումանելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին։ Վրաստանում մշտական կրթության թույլտվություն չունեցող օտարերկրացիները չեն կարողանա տաքսի վարել, աշխատել առաքման կամ զբոսաշրջության ոլորտում։ Տեղական աղբյուրները հղում անելով վարչապետ Իրագլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրին գրում են. հաստատվել են օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տրամադրելու նոր կանոնները։ Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնն ԱՄՆ-ի տարբեր մասերում գտնվող գաղտնի պահարաններում համակարգիչներ ու լուսանկարներ է թաքցրել իշխանությունից։ Լրատվամիջոցների բացահայտած փաստաթղթերը ցույց են տալիս, որ ֆինանսիստը վճարել է մասնավոր խոզարկուներին Ֆլորիդայի իր տնից սարքավորումներ հանելու համար, փորձելով կանխել դրա հայտնաբերումը։ Ձերբակալվել է Միացյալ Նահանգներում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնը։ Նրա անունը բազմիցս հիշատակվել է Էփշտեյնի ֆայլերում։ Մանդելսոնին կասկածում են պաշտոնյական լիազորությունները չարաշահելու համար։ Մակրոնը հայտարարել է, որ պետք է աշխատեն ռուսական նավթի արտահանման համար ծովային փոխադրումների լիակատար արգելքի ուղղությամբ։ Մեծ անհրաժեշտ է Ռուսաստանից Տվերային նավատորմի դեմ համակարգման բարձրագույն մակարդակ, ասել է Ֆրանսիայի նախագահը։ Միացյալ Նահանգների արևելյան ափի որոշ հատվածներում ուժեղ փոթորիկի պատճառով տեղացել է ավելի քան կես մետր ձյուն։ Ձմեռային փոթորկի մասին նախազգուշացումներ են արվել Հյուսիսային Կարոլինայից մինչև Մեն նահանգի հյուսիսային հատված։ Նման նախազգուշացումներ են արվել նաև Կանադայի արևելյան որոշ հատվածներում։ Երկուշաբթի Միացյալ Նահանգներից եւ դեպի Միացյալ Նահանգներ ավելի քան 5000 չվերթ է չեղյալ հայտարարվել, 100 հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ 2026 թվականի մարտի 1-ից Եգիպտոս մուտքի վիզայի արժեքը $25-ից կբարձրանա մինչև $30։ Զբոսաշրջության ընկերությունների պալատը հայտարարել է, որ որոշումն ուղղված է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը եւ զբոսաշրջային ոլորտում Եգիպտոսի մրցակցության բարձրացմանը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։